Ողջույն սիրելի ընկերներ, ողջույն ձեզ Երևանում, ողջույն ձեզ Լոս Անջելեսում եւ որտեղ որ ինձ լսում եք։ Ուրեմն հայտարարել էի, որ լայվ եմ մտնում, իհարկե նախորդ անգամ գրել էի, որ իմ լայվերը սրանից հետո ավելի շատ YouTube-ում են լինելու, բայց այսօր որոշեցի վերադառնալ ուրեմն Facebook, քանի որ այստեղ լսարանը մի քիչ ավելի մեծ է, հնարավորությունները ավելի շատ են նման լայվերի համար եւ որոշեցի այստեղ առայժմ ունենալ կրկին իմ լայվը, հետո բնականաբար այդ YouTube-յան լայվերը կշարունակեմ։ Թեման կարծում եմ արդեն գրայեցիք ինչ իմացներ, մի գրառում այսօր առավոտյան արել էի, իսկ դրա հետքերով որոշեցի այսօր նաև մի հատ լայվ մտնեմ, լայվով էլ նաև թեմայի մասին խոսեմ։ Կարծում եմ հասկացող արդեն հասկացա, որ խոսքը ուրեմն մեր impeachment-իստ արթունների մասին է, ովքեր այսպես կոչված ժողովրդային շարժում են ձևավորել, նամակներով են ուզում հանդես գալ, շանտաժի լեզվով են սկսել արդեն խոսել, սպառնալիքներով են խոսում, իսկ երեկվա Նարեկ Մալյանի այդ ոչ ստապ վիճակում լայվը կարծում եմ արդեն ամեն ինչի մասին խոսում էր եւ կարծում եմ անիմաստ հարկավոր է որ այս թեմայի մասին էլի խոսել, թեև ես որոշել էի հիմա շատ էլ չանդրադառնալ, որտեղ ինչքան շատ ես անդրադառնում ես մարդկանց, մի տեսակ կարևորում ես իրանց եւ կարիք չկա այս մարդկանց կարևորելու, բայց ոնց որ այս մարդիկ իրենց ոդկը մեկ կոշկի մեջ դրած համառորեն իրենց են պնդում, ու ընդհանրապես ոչինչ չեն ուզում հասկանալ կամ չունեն ուղեղ հասկանալու այս ամեն ինչը, որ մենք ասում ենք, կամ ուղղակի մի տեղից հրահանգ է իջեցված իրենց վրա, ինչ որ այդպես ասած, ինչի դիմաց, պարտավոր են ամեն դեպքում իրենց աշխատանքն են իրականացնելու։ Գիտեն այդ սանդը, որ ծեծում են, ոչինչ չկա, այսինքն ջրի մեջ սանդ են ծեծում, բայց դա աշխատանք է, պիտի կատարեն այդ ջրի մեջ սանդը ծեծեն, իրենց վրա այդ պարտականությունը դրված է, իրանք էլ դա կատարում են, հավանաբար իմանալով հանդես, որ դրանից բան է դուրս չի գալու, բայց մեկ է, իրենք ամեն դեպքում դրանից ինչ-որ բան հավանաբար շահում են, որ շարունակում են։ Մերանք խոսելու այս թեմայի մասին, մերանք խոսելով այս թեմայի մասին, պատճառներ ներկայացնելով, հիմնավորումներ բերելով, հենց իրենց սահմանադրությունից, հենց իրենց այդպես ասած ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքից օրենքներ նշելով իրենց համար, որ ախպեր չի լինում, եղբայր չի լինելու, այս պայմաններով որ կա այդ մարդու հետ որ դուք գործ ունեք, այս գործընթացը որ դուք ուզում եք սկսել անիմաստ է, ժամանակ վատնել է, ձախողելու է եւ հետական ձախողումից հետո դուք չեք որ պատասխանատվություն եք կրելու, այդ մարդիկ են պատասխանատվություն կրելու, որոնց դուք հիմա ուզում եք նեղ դնելով նման մեկ ուղղությամբ տանեք։ Բայց մեկ է, էջի ականջին ավետարան կարդալու նման մի բան է, չեմ հասկանում ինչ ես ասում։ Կացես չել էլ ուզում առաջարկում ես, ասում ես եկեք նսենք միասին քննարկենք, դուք ձեր պատճառաբանությունները բերեք, մեկ էլ մեր պատճառաբանությունները բերենք, թողեք մարդիկ իրենք հասկանան, գուցե ես եմ իսկապես սխալվում։ Փորձեք ինձ բացատրել, հասկացնել, որ ես սխալվում եմ։ Ասում են դու զազրախոս ես, տգետ ես, մենք ամենագետ ենք օրենքներից, ամենալավն ենք իմանում, դուք չեք իմանում։ Բայց երբ առաջարկում ես եկեք խոսեք, սաղը փախնում են, չեն գալիս խոսելու, որտեղ վախենում են։ Իդեպ մեր ընկերը ասում է 2022 թվականի օգոստոսի 29-ին գնացել էի Նիկոլի հետ բանավիճելու, Նիկոլը փախավ գնաց չան որտեղ Վանաձոր, որտեղ փախկվեց չեկավ։ Հիմա ես եմ ուզում նույնն ասեմ, որ ես ասում եմ եկեք բանավիճենք, դուք եք փախնում, չեք գալիս, փախկվում եք, թաքնվում եք այստեղ այնտեղ, ինչ որ բաներ եք հորինում, չեք բանավիճում, որտեղ գիտեք ոչ մի փաստարկ չունեք իմ փաստարկների դիմաց, պարտվելու եք ամեն դեպքում բանավեճի ժամանակ, չունեք հիմնավոր խոսք, իմ փաստարկները բոլորը հիմնավոր են, ոչ միայն իմ մեծախոսություն չանեմ, բոլոր նրանք, ովքեր ինձ հետ միասին հայտարարում են, որ այս impeachment-ը անիմաստ նախագիծ է եւ տեղ չի հասնելու։ Եվ երեկվա Նարեկ Մանյանի լայվը կարծում եմ ուղղակիորեն դրա մասին էր վկայում, իսկ մեր մյուս ընկերոջ Սերի Էդգարի մի վերջին հարցազրույցներից մեկն էլ լսում էի, չեմ հիշում որտեղ էր հարցազրույցը։ Կարծում եմ 168 կետեի ժամանակ էր, ասում էր որ ծիծաղ բռնում։ Ասում էր որ impeachment-ը միակ գործընթացն է, որ Նիկոլը գալու է ցույց նստելու ազգային ժողովի աթոռին, տեսնելու է իրեն ինչպես են impeachment անելու։ Լավ, այսքան այս մակարդակի մարդկանց հետ ես չգիտեմ ինչպես են մարդիկ հույս կապում կամ ուզում հավատալ, որ այս մարդիկ իսկապես ինչ-որ գործընթաց են սկսել այդ գործընթացը հաջողության են հասնելու։ Ամեն դեպքում ես ելի եմ ասում, կրկին եմ ասում, բանավիճելու ցանկացած հարթակում իրենց հետ պատրաստ եմ օրենքներով, ինչ որ իրենք ցանկանում են, ինչ հարթակում, ինչ ձևաչափով ուզում են պատրաստ եմ։ Նախորդ լայվի ժամանակ ասեցի, ասում են, թե իրենք բովանդակային քննարկումից փախնել են։ Ես հիմա բովանդակային քննարկում եմ անում, ասում եմ դռները բաց են բովանդակային քննության համար, նախկին անգամ եմ ասում, հիմա էլ եմ ասում, ցանկացած ձևաչափով ձեր բովանդակային քննարկումը բացատրեք ինչ է նշանակում, ես ձեր նշանակած այդ բացատրությամբ պատրաստ եմ ձեզ հետ բանավիճելու, ձեզ հետ զրույցի մեջ մտնելու եւ բովանդակային քննարկում կատարելու, վիրավորանքներից հեռու, բայց վստահ եմ, որ չեք գալու, վստահ եմ, որ չեք գալու, որովհետեւ
ինքներդ են իմանեք, որ այս ձեր արածը անիմաստ է։ Հիմա ինչեր էին ներկայացնում երեք, գիտեք հիմա լայվը լսել էին Նարեկ Մարյանի, մի տեսակ լսելու ժամանակ մի լավ է ծիծաղացի, ասում եմ եփած հավն էլ որ լիներ կծիծաղար այդ հայտարարությունների մեջ։ Մի 3 անգամ, եթե չեմ սխալվում, Նարեկ Մարյանը ընտրությունների հետ կապակցությամբ քննադատելու համար ակնարկում է Մասիս համայնքի հետ չեմ սխալվում ընտրություններին, որ իբր մի հատ հանրապետական այնտեղ շահել է, հույսով եմ անունը ճիշտ, այդպես կներեք անուն եթե անկած սխալվեցի, ինչ որ Համբարձումյան Դավիթ անունով մեկի անուն էր տալիս, վստահ չեմ, հույսով եմ չեմ սխալվում, որ իբր ընտրվել է եւ Նիկոլը դրանից հետո իրեն թույլ չի տվել, կալանավորել է, ինչ արել։ Ճիշտ ասում, երբես է եղել։ Բայց հետո չեն շարունակում, որ սա նույն Նիկոլն է։ Դու Նիկոլին եք ուզում հեռացնեք իմպիչմենտի միջոցով, որ ընտրությունների դեպքում այդպես է վարվում։ Ես մեռամ ասելով, որ այդ ձեր լայվերի ընթացքում, այդ ձեր օրենքները, որ խոսում եք դրանց մասին, բացատրում եք, մի անգամ, գոնե մեկ անգամ Նիկոլի գործոնին էլ անդրադարձեք։ Ասեք, որ երբ իմպիչմենտի գործընթացը սկսեք, Նիկոլը ինչ կանի։ 1000-րդ անգամվա համար եմ կրկնում։ Այդ թեմային էլ անդրադարձեք, այս խեղճ ժողովուրդը։ Այս ժողովրդին այդքան մի շեղեք, մի ապակողնորոշեք։ Ձեր իմացած բանը շարունակաբար կրկնում եք, իսկ այն կարևոր բանը, որ պիտի ասեք, չեք ասում, ճիշտ Նիկոլի նման։ Ուղիղ Նիկոլի ոճն է։ Այն բանը, որ ժողովրդին հաճելի է դրական կողմերն ամեն ինչը ներկայացնում է, իսկ այն բացասական կողմերը իր արածների, իր համաձայնագրերի, իր պայմանավորվածությունների, որ վտանգ է պարունակում, միտումնավոր կերպով, մտածված կերպով դրանց մասին ժողովրդի հետ չի խոսում, մտածելով որ ժողովուրդը էշա չի հասկանա այդ ամենը։ Բայց դե մենք էշ չենք ցանկանում այդ կարգավիճակում լինել, հասկանում ենք, որ նույն Նիկոլը, որ ընտրություն է կեղծում, նույն Նիկոլը, որ սահմանադրություն է խախտում, նույն Նիկոլը, որ թքած ունի օրենքի վրա, դուք նույն Նիկոլին եք ուզում իմպիչմենտով հեռացնեք։ Այդ ուրիշ Նիկոլ Փաշինյան չի, նույն Նիկոլ Փաշինյանն է։ Ու ինչու եք պատկերացնում, որ այդ Նիկոլ Փաշինյանը գալու է լուր նստի ազգային ժողովի աթոռին, տեսնի դուք ոնց եք իրան իմպիչմենտ անում։ Ինքն լուր չեք ասում։ Իսկապես լուր չեք, թե խմած վիճակում եք անում, չեմ ծխած վիճակում եք նման հայտարարություններ անում, չգիտեք ինչ եք ասում։ Սա նույն Նիկոլն ախպետ, նույն Նիկոլն է։ Ինչու եք պատկերացնում, որ այդ մարդը ոչինչ չի անելու։ Ես այսօրվա խորագիրը լայվին դրել էի Նիկոլի նման խոսողները, կամ այդպես մի բան գրեցի, մոչեր հիշում գրեցի այդպես, Նիկոլին նման ժողովրդի անունից խոսողները։ Գիտեք, թե Նիկոլն անում չէ այդ բանը։ Իր ամբողջ դավաճանությունները, այդ իր նպատակները անձնական որ ունի, մտածողություն են բաներ, որ ինքը նստում է գիշերը խմած վիճակում մտածում է, մի տան մոգոնում է, ասում է դե այսպես գնանք որպես գաղափարախոսություն, մի բան ած գտնում, առավոտյան գալիս է դրանք որպես ժողովրդի պահանջ ներկայացնում է, ասում է դե սա ժողովրդի պահանջն է, հայ ժողովուրդն է այսպես ցանկանում, հայ հասարակությունն է այսպես պահանջում։ Ու սկսում է հասարակության անունից խոսել, ինքը դնում է հասարակության հետ խոսում է։ Այս մեր ընկերներն են նույնն են անում, գիտեք ժողովուրդը, նույնն են անում։ Ինչով են տարբերվում Նիկոլից, երբ խոսում են հասարակության անունից, իբր հասարակության մեջ պահանջ կա իմպիչմենտի։ Մերանք ասելով ժողովրդի ցույց տվեք, մի հատ այդ մեր ժողովրդին ցույց տվեք, որտեղ է այդ պահանջը դրած, որտեղ է այդ պահանջը դրսևորվում։ Առնվազն բերեք մի 20 հոգանոց մի հատ հավաք կազմակերպեք, այդ հավաքի ընթացքում մի հատ նամակ ստորագրեք, որ տեսնեք այդ ժողովրդին։ Ուր է այդ ժողովուրդը, որ իր մոտ իմպիչմենտի կապակցությամբ պահանջ է գեներացվել այդպես ներկայացնում եք։ Այդ ձեր կամեր 23-ում բանում քննարկում ունեք ասում եմ։ Մի հատ կամերան թեքեք էս մեր կողմից, դա որ լայվ եք անում։ Կամերան թեքեք էս մեր կողմից, տեսեք քանի մարդ է ձեր այդ քննարկումների մասնակցում, քանի մարդ է այս թեմայի մասին խոսում, քանի մարդ է ձեր տեսակետը խոսում, որ մեկ էլ եկած ժողովրդի անունից եք ելի նստած Նիկոլի նման խոսում, ժողովրդի պահանջ է, հասարակության պահանջ է։ Ուր է այդ հասարակությունը։ Որտեղ է այդ համայնքը, որտեղ է այդ ժողովուրդը, որ ձեր կողքին կանգնած է։ Դե կարող եք մի հատ հարավակ անեք, բայց չեք մանեք չի ստացվելու, չէ՞, որտեղ հենց երեկվա լայվի ժամանակ հիմա խմած վիճակում էր ինչ էր, ձեզ շատ լավ բացահայտեցիք պատավար, շատ լավ բացահայտեցիք, որ իմանում եք ժողովուրդ դուրս չգալի։ Ասում եք դե պատգամավորները ասում են ժողովրդին դուրս բերեք, դե տեսեք ժողովուրդ կա թե չէ, հետո մենք գործընթաց սկսենք։ Իրանց ասում եք չէ, մենք այս փուլում ժողովուրդ դուրս չենք բերելու, չեք բերելու, որտեղ չեք կարող դուրս բերել։ Որտեղ չեք կարող դուրս բերել։ Կարողանայիք հաստատ մինչև հիմա բերել եք դուրս։ Չունեք։ Այդպիսի ժողովուրդ չկա ձեր թիկունքում եւ չկա։ Տղա եք, կարծում եք կարող եք անեք, գնացեք արեք։ Դա հրապարակները ֆաղսաղը բաց են, գնացեք վեսեք միտեղ մի հատ հանրավակ արեք, չէ մի հատ սրահի մեջ արեք, այդ ձեր կամերում արեք։
Մի հատ ստորագրական հավաքեք, տեսեք քանի մարդ կգա ձեր այդ impeachment-ի դիմումի տակ ստորագրի ձեր այդ նամակներին։ Ո՞վ է ձեզ իրավունք տվել ժողովրդի անունից հանդես գալ, խոսալ, մեկ հալալա նամակ գրելու impeachment-ի ժողովրդի անունից նամակ գրել impeachment պահանջելու շանտաժի ենթարկել պատգամավորներին։ Ո՞վ է ձեզ նման իրավունք վերապահել։ Սա Նիկոլեք դարել այդպես։ Լավ չինքերն մի արեք, մի իջեք Նիկոլի մակարդակին։ Մի անգամ գոնե այդ ժողովրդին ցույց տվեք։ Գիտեք հիմա ձեր արած ինչի անվանում։ Թողեք ժողովրդին դիմեն, ժողովուրդ գիտեք այս մարդկանց արածը ինչի անվանում։ Ես մի հատ լավ օրինակ բերեմ ձեզ համար, որտեղ ձեր պատկերացումը պարզ դառնա ձեզ համար, թե ինչ է կատարվում այս մարդկանց պահանջը ինչ է։ Պատկերացրեք, մարդիկ բարձրացել են մի հատ շենքի վերև, այդ շենքից ապահով ցած իջնելու եւ ապահով տեղ հասնելու ճանապարհ են փնտրում։ Փորձում են դռներ բացել, դռներ գտնել, աստիճանի տեղը գտնել, վերելակի տեղը գտնել, տեսեն ինչպես կարող են այդ շենքից ապահով ցած իջնեն ցած։ Հիմա այս մեր ընկերները ցածում կանգնել են, ասում են դուք այն կտուրից թռեք ցած։ Այդ հեշտ ճանապարհ այդ վերևից որ թռնեք, ամեկ իջնելու եք ցած։ Չէ՞։ Ձգողական ուժի այդ ֆիզիկայի օրենքներով վերևը չեք մնալու։ Շենքի այդ տանիքից որ թռնեք, կգնեք ցած։ Ասում են դե թռեք ցած, ինչու չեք թռնում ցած։ Մարդիկ ասում են ինքեր, ես հեր պիտի թռնեմ այս վերևից ցած, իմանում եմ այդ ցածը ցած չեմ ասնելու, չէ՞, ինքն եմ ցած մեռնելու եմ, ողջ չեմ ասնելու, ոտու ձեռս կոտրելու եմ։ Ինչու պիտի ես վերևից թռնեմ։ Ես ճանապարհ եմ փտրում աստիճաններով իջնեմ, վերելակով իջնեմ ցած։ Ասում են չէ, դուք թռեք։ Ասում են ինչ երաշխիք, ասում են դա դուք թռեք, ես այս ցածը հետո ձեզ համար մի հատ այդպես բաներից կա այդ բաներից փռում են այդ հրշեջ կայանները, որ մեկը թռնում անգնում է այդ սարքի վրա որ ոչ մի բանի չի պատահ։ Ասում մենք տակը կբերենք ապահով բաներ բան կփռենք այդ բան, դոշակ բան կփռենք այդ տակը, դու կգնեք դրա վրա ձեզ բան չի պատահի։ Վերևից ասում են դու մի հատ բերեց ցածը, մի հատ փռի էտիկ առաջ, այսպես են դու փռել ես, ապահով բան կա, որ ես հետո կթռնեմ ցած։ Ասում են չէ, դուք վախկոտ եք, չեք թռնում։ Մենք ինքեր այս վախկոտություն չի, այս խելք է, այս մտածողություն է։ Այն անխելքն է, որ վերևից երկխոսքին հավատալով կթռնեցած իմանալով որ այդ տակը ոչինչ չկա։ Դուք էլ սաղ այդ տակը դատարկելու եք, մարդիկ ընկնելու են չոր ասֆալտի վրա։ Ինքնդ էլ իմանալու եք տակը դատարկելու եք, այս մարդիկ ընկնելու են չոր ասֆալտի վրա։ Դե ինչու եք նման քայլի գնում, ինքներդ բացատրեք արդեն։ Ես գիտեմ ձեր նպատակը ինչ է, սկզբից էլ գիտեի ձեր նպատակն ինչ է, 1000 անգամ եմ ասել ձեր նպատակը ինչ է։ Ձեր նպատակը impeachment-ը չի։ Ինքներդ, եթե մի քիչ օրենքին տեղյակ մարդիկ եք, մի քիչ այս գործընթացներին ժողովրդին ճանաչ մարդիկ եք, գիտեք, որ այս գործընթացը տեղ չի հասնելու։ Impeachment-ը գործ տեղ չի հասնելու, ես ձեզ ասեցի, հաստատացուցել եմ, որ մինչև դուք impeachment-ի փուլին հասնեք, Նիկոլը 1001 ճանապարհ ունի այդ impeachment-ը կանխելու համար, ամենահեշտ տարբերակը քվորում չապահովելն, ազգային ժողովի լուծարման ճանապարհով գնալն է եւ հասցնելը արտահայտ ընտրությունների, որը արդեն այսօր եթե մի քիչ մամուլը թերթեք, կտեսնեք, որ Նիկոլ Փաշինյանը արդեն այդ ուղղությամբ գնալունից ցանկերն է պատրաստում։ Ու դուք նստել եք ելի impeachment-ի մասին եք խոսում։ Այո, դուք եք գիտեք, որ Նիկոլ պատրաստում է ընտրությունների։ Ու ուզում եք ամեն գնով մինչև դա անպայման մի հատ զախողած impeachment ճանապարհ գցեք։ Այս ընդդիմությանը քաշեք ձեր հիմար խաղերի մեջ, շանտաժով է եղել, ինչով է եղել, քաշեք ձեր հիմար խաղերի մեջ, իմանալով հանդես որ վետը ձախողելու է, հասնենք նրան, որ հավանաբար, ասենք Ռոբերտ Քոչարյանի անունը պարտավորվեն դնեն ձախողի, հետո ասելու եք ընտրությունների ժամանակ, որ դուք մի անգամ անունը դրեցիք Ռոբերտ Քոչարյանի ձախողեց, էլ չի ուզում, էլ չպետք է գամ հրապարակ, ու սկսելու եք այդպիսով խոսել իր դեմ քարոզություն տանել։ Իսկ եթե չեն դնի, չեն մասնակցի, ասեք, տեսանք վախեցակ, հենց այդ բանը որ ասում եք հակառայտինգ, հակայից ինչ գիտեմ, ռեսուրս չունենալ բան, այդ հիմարություններն եք դուրս տալու։ Այն օրվա իմ YouTube-յան լայվի ժամանակ ասել եմ, հիմա էլ այս Facebook-ով ասում եմ, քանի որ վստահ եմ լսարան ավելի մեծ է։ Ստում են ժողովուրդ ջան ձեզ։ Ասում են, որ ես ինչ գիտեմ, այս մարդիկ, որտեվ հակառայտինգ ունեն, ռեսուրս չունեն, չեն ուզում impeachment-ի գնալ։ Անուն տալիս են Ռոբերտ Քոչարյանի անունը։ Ընդհանրապես, այն մարդիկ են վախենում ընտրություններից եւ ձգտում impeachment-ի, որ ունեն հակառայտինգ, ռեսուրս չունեն։ Այն մարդը, որ ունի ռեսուրս, այն մարդը, որ ունի ռեյտինգ, ընտրություններից չի վախենում, քաջությամբ հայտարարում է ցանկացած գործընթացի մասնակցելու մասին, ինչպես որ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել։ Իսկ այն մարդիկ, ովքեր թաքնվում են impeachment-ի ու նման հիմար գործընթացների հետևից, նրանք է որ ռեյտինգ չունեն, նրանք է որ ռեսուրս չունեն։ Որտեվ ռեյտինգ չունեցող մարդը գնում է impeachment-ի հետևից ինչու, որտեվ impeachment-ի դեպքում դու գործ ունես ընդամենը, ես գիտեմ, 50-60 падգամավորի հետ, նրանց պիտի համոզես։
Ռեյտինգ չունենալ ընդհանրապես ժողովրդի գործոն այդտեղ մասնակարևոր չի։ Ժողովուրդը քեզ սիրում է, չի սիրում, համակրում է, չի համակրում, քեզ մերժել է, չի մերժել, ընդհանրապես կարևոր չի։ Այդտեղ մի քանի հատ պատգամավորի համոզես, որ քեզի ձայն տան, դու կդառնաս այդպես հաղթող այդ գործընթացի։ Բայց ընտրություններում տարբեր է, ընտրություններում դու գործ ունես ժողովրդի հետ, քո ռեսուրս այդտեղ կարևոր է, քո ռեյտինգ այդտեղ կարևոր է։ Հետևաբար մարդը, որ ռեյտինգ չունի, ռեսուրս չունի, ընդհանրապես ընտրությունների հետևից չի գնա։ Բայց Ռոբերտ Քոչարյանը տեսանք վերջի հարցազրույցի ժամանակ շատ հստակ ասեց, որ բոլոր գործընթացներին կմասնակցի եւ ծանրակշիռ մասնակցություն կունենա։ Ու բոլորից համար էլ կարծում եմ արդեն հստակ է, որ այս մարդիկ ինչու միանգամից քնից վերթրան Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցից հետո։ Այս արթունները ինչու էին մինչև Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը քնած։ Միա ձեզ հարց տվել եք այս քանի տարվա ընթացքում ինչու էին սաղը քնած։ Իհարկե, բացառությամբ Էդգար Ղազարյանի, որ երբեմն խոսացել է այս թեմայի մասին, մնացածը քնած էին։ Հենց որ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց տվեց, միանգամից դարձան արթուն ենք։ Եթե արթուն եք, գայք անեք այսքան ժամանակ, ինչու չէիք անում։ Կրկնում եմ, ով է ձեզ իրավունք տվել ժողովրդի անունից խոսել, ժողովրդի անունից հանդես գալ։ Ասում են ժողովուրդը պայմանագիր էր կնքել, որ Նիկոլ Փաշինյանին հեռացնեք, չհեռացրեցիք, ասել էին կկրենք, չկրեցիք, ուր այդ պայմանագիրը, ով է պայմանագիր կնքել։ Երեք ժողովրդին այդպես խափում, խեղաթյուրում թեմաները։ Ցանկացած մարդ էլ որ ընտրությունների մասնակցում է, գիտի ընտրության վերջում կարող է հաղթես, կարող է պարտվես։ Որևիցե մեկը չի կարող 100%-անոց ձեզի պայմանագիր կնքի թուղթ տա, որ այդ գործընթացը հաջողելու է։ Տղա եք, ասել եմ, քաղաքական պատասխանատվություն ստանձնել։ Դուք այս գործընթացը սկսում եք, եկեք այդ պայմանագիրը գրեք, տակը ստորագրեք, ցույց տվեք հանրությանը, որ այս գործընթացը 100%-ով հաջողությամբ կպսակվի։ Դուք արդեն մի բանից խոսում եք ձախողելու մասին, որտեղ դա ձախողի բան չի պատահի, շատ բան կպատահի եթե ձախողի։ Բայց դուք էլ գիտեք, որ 100%-անոց շանս չունեք։ Բայց ինչու է կարծում ընտրությունների դեպքում 100%-անոց շանս պիտի լիներ, որ չեղավ, խափեցին ժողովրդին։ Բոլոր գործընթացների մեջ են ինչ-որ անհաջողության չափանիշ կա։ Իդեպ ընտրությունների դեպքում ազար անգամ ասել եմ, կրկեմ ասում, դուք եք մեղավոր։ Այդ մարդիկ, որոնք խոսք էին տվել, իրենց առավելագույնը արեցին հաղթելու իշխանություն վերցնելու համար։ Բայց դուք թույլ չտվեցիք, որտեղ մինչև ընտրությունները ինքներդ եք խոստովանել, որ տարբեր պես ապակարոշչության, որ տանում եք, հակակարոշչության, որ տանում եք ընտրությունների գործընթացի կապակցությամբ, ձեր տասնյակ լրատվամիջոցներով, լայվերով, լրատվամիջոցներով ժողովրդին հիասթափեցրիք, հուսալքեցան մտորոշ տարածեցիք ժողովրդի մեջ ընտրությունների գործընթացի կապակցությամբ։ Ու ինչ եք պատկերացնում, ժողովուրդ, որի ականջին առավոտից գիշեր կարդացել եք, որ ընտրություններում չի կարելի Նիկոլին փոխել, գալու ընտրությունների մասնակցից օգնի որպես ընտրություններով Նիկոլին հեռացնենք։ Բարձր չի լինելու այդպիսի բան։ Դուք արեցիք 2021 թվականի չկրելու պատասխանատուն դուք եք եւ միայն դուք եք։ Պատասխանատվությունը մի փորձեք գցեք ուրիշների գրպանը։ Եթե ազգովի հավաքվեիք, օգնեիք, որպեսզի ժողովրդին, այպես ասած, բացատրեիք ընտրությունների կարևորության մասին, հավանաբար 2021 թվականին այս մղձավանջ ավարտված կլիներ։ Հիմա էլ նույնն է կանում։ Մի հատ հիմար գործընթացի պատճառով, որ ինքներդ էլ գիտեք վերջում ցախողած է, սանդի մեջ ջուր ծեծելու նման մի բան է, մաղով ջուր բերելու նման մի բան է, դրա հաշվին փորձում եք ժողովրդին էլի հիասթափեցնել ընտրությունների գործընթացի կապակցությամբ, որ մեկը շուտով լինելու է։ Այս գործընթացները, որ Նիկոլն է սկսել, ձեզ հաստատում եմ, ինչա ձեր իմպիչմենտին չի հասնի։ Նիկոլը շուտով սաղին տանելու է, մտցնելու է արտահայտ ընտրությունների գործընթացի մեջ։ Իսկ դուք ինչ եք անում այս ընթացքում։ Էլի նույն սև աշխատանքն եք կատարում, ինչ որ 2021 թվականից առաջ եք կատարում։ Ժողովրդին հիասթափեցնում եք ընտրությունների գործընթացի կապակցությամբ։ Ու մեկ էլ այդ պայմանագրի մասին որ խոսում եք, պայմանագիր էին կնքել, ես չգիտեմ, ապրիլի 28-ից հետո 10 օր ժամանակ ենք տալիս մինչև մայիսի 8-ը, դա այդ ժամկետներն ինձ համար հետաքրքիր, ինչու 10 օր, ինչու ոչ 5 օր, ինչու ոչ 15 օր։ Հիմա խելքներդ կաշխելքում մտածել եք վերեք հասնենք մայիսի 8-ին, մայիսին լինել դե Նիկոլ ավանաբար Ռուսաստան է լինելու, չգիտեմ ինչ եք ուզում անեք այդ օրերին։ Հիմա մնա շատ խորանամ այդ թեմայի մեջ, քանի որ հիմա չեմ կարող հստակ բաներ ասել։ Եվ ասում եք, որ այդ օրվանից հետո մենք այլ պայմանագիր չեմ ունենալու Նիկոլ Փաշինյանի հետ։ Ընկեր դու ինչ պայմանագիր ունես Նիկոլ Փաշինյանի հետ։ Ընդդիմության հետ ներողություն։ Ով էլ որ խոսի այդ պայմանագրի մասին, գոնե դուք մի խոսեք, որտեղ դուք ասել եք, որ ընտրությունների չեք մասնակցել 2021 թվականին։
ընդդիմությանը ձայն չեք տվել 2021 թվականի ընտրությունների ժամանակ։ Ձայն չտվեք, ինչ պայմանագիր եք կնքել, որ հիմա մեկ էլ պահանջատեր եք։ Թողեք այն մարդիկ կամ պահանջատեր լինեն, ովքեր ձայն են տվել 2021 թվականին։ Դուք եք ձեր տասնյակ լայվերի հարցազրույցների ժամանակ խոսում այն մասին, որ մենք 2021 թվականին էլ ընտրությունների չենք մասնակցել, ձայն չենք տվել։ Եթե ձայն չես տվել, ինչ պայմանագիր ես կնքել, որ հիմա մեկ էլ այդ պայմանագիրի բեկալման, չեղարկման մասին եք խոսում։ Միակ գնայիք ձայն տայիք, հետո նոր գայիք պահանջատեր լինեիք ձեր տված ձայնի համար։ Այն ժողովուրդը, որ ձայնատվել, այո, իրավունք ունի պահանջատեր լինելու։ Եթե կարող եք այդ ժողովրդին հանեք, թողեք կա փողոց, այս փուլում պահանջատեր լինի իր ձայնի համար։ Բայց կրկնում եմ, չեք կարող։ Որտեղ ժողովուրդ չունեք, մարդ չկա ձեզ։ Հոխորտում եք, մեծ ամտում եք, որ ձեզ, այդպես ասած, ժողովրդի ձեզ հայտնվել եք այդ ձեր, ես գիտեմ, տարբեր լրատվամիջոցներ գնում եք, հարցազրույցներ եք տանում, տալիս, այդտեղ տակում ես իշխում լայքեր եք հավաքում, վյուներ եք հավաքում այդ լրատվամիջոցի բաժանորդների հաշվին, կարծում եք դրանք ձերն են։ Չեն կեջան, ձեր չեն դրանք։ Ձեր լայվերը նայեք, օրինակ երեկվա լայվը նայեցի, Նարեկ Բալյանին 15000 դիտում ա ունեցել։ Նարեկ Բալյանը շատ ավելի ճանաչված դեմք է, քան ես, շատ ավելի այդպես անցյալ ունի քաղաքական դաշտում, քան ես, նույն ասենք Էդա Ղազարյանը, բնականաբար ես լայվեր ավելի շատ դիտում ունենա, 15000 մարդ է նայել։ Իմ նախկին լայվս, որի ընթացքում ես խոսել էի իմպիչմենտի անհնարինության մասին, նայելա 12000 մարդ։ Հիմա ով ինչ տեսակ է, հիմա եկեք ինքներդ դատեք, այդ գործոնը այդտեղ նկատի առեք, ես Սփյուռքից մի հատ անհայտ քաղաքական գործի, հասարակական գործիչ լայվ է մտնում, իրենք Երևանի կենտրոնից նստած, իրենց այդ մեծ լայն շրջանակով առավոտից գիշեր 24/7, այսպես ասած, ձևաչափով ամբողջ օրը տարբեր լրատվամիջոցներով իրենց համար քարոզություն է տարվում։ Իրենց անձնական լայվը որ գնում են 15000 մարդ է նայում։ Ու հետո իրենք հավակնում են ժողովրդի անունից խոսել։ Ինչու դուք իրավունք ունեք ժողովրդի անունից խոսել, բայց ասենք ես իրավունք ունեմ ժողովրդի անունից խոսել։ Նույն այդ լայվերի դիտումները նկատի առնելով։ Մի արեք ընկերներ, լավ չի։ Չերկարացնեմ, կարծում ասելիքս ասեցի, այսօր կարճ փակեմ, գնաք բոլոր ձեր գործով, ավարտեք այդ թեման, փակեք այս թեման։ Եվ մեկ էլ այդ նամակները, որ ուզում եք գրեք, ես միանգամից ասեմ, իսուր տեղի ժամանակ մի վատնեք, ձեզ եք խեղկատականում, ծաղրացույց տեղ դնում, այն 2022 թվականի օգոստոսի 20-ին նման, որ այդ Էդգար Ղազարյանն այդ նամակը վերցել էր հրաժարականի, կանգնել էր Նիկոլի դռանը, հիմա էլ որ խոսում ասում են ժողովրդային այդտեղ բողոքի ալիք կար, մի հատ լայվեր նայեք, քանի մարդեր եկել այդ օրը փողոցում կանգնել Էդգար Ղազարյանի մեջքին, որ միասին գնան Նիկոլին հեռացնել, ես էլ գործընթացն նման մեկ բան ացել է, մեջը ինքներդ եք ամոթալի վիճակում հայտնվելու։ Ես միանգամից ասեմ վերջի քայլը որ պիտի անեք, սկզբում արեք։ Այդ նամակների փոխարեն վերցեք բովանդակությունը փոխեք։ Այդ իմպիչմենտի գործընթացը որ դուք ուզում եք սկսեք, հիմա սկսեք։ Եվ որ պիտի հետո անեք, հենց հիմա անեք։ Ձեր տեխնացիի անունն էլ գրեք վրան, այդ նամակով գնացեք դիմեք, տակն էլ ստորագրեք, այդ ձեր հանրությանն էլ որ կա ձեր թիկունքին ցույց տվեք, ասեք մենք ենք այս գործընթացը սկսում, մենք էլ կրում ենք պատասխանատվությունը։ Եթե չհաջողեց, եկեք մեզ հրապարակում իրավունք ունեք քարկոծեք, սրանից հետո պատասխանատվությունը մեր վրա է։ Այդ արեք, վերջում գնալու եք այդտեղ եք հանգել, որ պիտի հետո անեք, հիմա արեք։ Իսկ որ տերնա ձեր ժամանակը մի վատեք։ Մեկը այդ մեր падգամավորներ ընդդիմադիր չեմ կարծում այնքան անխելք են, այդ օրինակով որ ասեցի շենքի վերևը կանգնած, ձեզ վստահելով այդ շենքի վերևից իրենց ցածկ գցեն, մտածելով որ դուք գալու եք տակում ինչ-որ բան եք փռելու, որ իրենք այդպես ապահով ցած իշտեն։ Իրենք էլ գիտեն որ տակից քաշելու եք, հետեւաբար չեն թռնելու ցած, մեկը չեն թռնելու։ Ժողովրդի համար էլ կարծում եմ բացահայտված է դեր ամեն այդ ասածները, մի էլ վախեցեք ժողովրդին քանենք դուրս էս կանենք, ժողովուրդ հանող եք հիմա էլ արդեն կարող եք քանել։ Շանտաժի լեզվով խոսել ընդհանրապես լավ բան չի, հատկապես եթե չունես ռեսուրս, չունես ռեյտինգ, գիտես որ թիկունքումդ կանգնած մարդիկ չկան, միայն մեզ խոսալու ես, հետո ինքդ մնալու ես այդ ազդեցության տակ։ Մեկ էլ լայվ որ մտնում եք նախապես մի խմեք ընկերներ, լավ չի։ Հատկապես եթե տարբեր բաներ այդ խառնում եք, արդյունքում լավ բան չի ստացվում, այդ լայվերը դուրս գալի, որ ընթացքում անհարմար բառեր են ընչում, ձեր մակարդակն է իջնում, մնացեք ձեր բարձրության վրա, այդպեսով կարծում շատ ավելի հեշտ կարողանանք արդյունքի հասնենք։ Մեկ ասում եմ իմ բովանդակային քննարկման, բանավիճելու առաջարկը եւ դռները բաց են, առաջարկը կա, դռները բաց են, ցանկացած ժամանակ պատրաստ եմ ձեզ հետ նույն թեմաների մասին խոսել։ Լավ մնացեք, խոսեք, բայց ժողովրդի անունից մի խոսեք, միայն ձեր անունից խոսեք։ Շնորհակալ եմ։